Ողջույն, օրը բարի է և մենք այսօր նորից Փակ TV շրջանակներում խոսելու ենք միասին մի շարք հետևանքների էզոտերիկայի նոր աշխարհի, ինչպես նաև այն նրա մասին, թե ինչ է սպասվում մեր Հայաստան աշխարհին։ Ես Արման Այվազյանը, մեկ ասեն շաման ու սիրով սկսում ենք։ Բազմաթիվ հարցեր ենք տալիս, թե ինչ է էզոտերիկան, ինչ է իրենից ներկայացնում։ Առհասարակ կա արդյոք մի գաղտնիք, որը որ կարող են տիրապետել բոլորը, ունենալ նրանց մուտքը դեպի եւ ելքը։ Էզոտերիկայի աշխարհում նմանատիպ բաները շատ հազվադեպ են, որովհետև միշտ ես նշում եմ, որ եթե դու ունես ունակություն, դու տարօրինակություններից բացի ունես մի հատ ունակություն, որը որ կարող է քեզ պաշտպանել էզոտերիկայի աշխարհում, ապա դու կարող ես ներս թողել ու տիրապետես այդ ուժին, սակայն շատ բարդ է իրականում նրան մեջ մտնել եւ դուրս գալը, որովհետեւ էզոտերիկան դա մի կյանք է, որտեղ դու քո սեփական կյանքը պետք է մոռանաս ու օգտակար լինես այլ մարդկանց։ Շատ Փակ TV-ում կոմենտներում մեկնաբանություններում կարդացել ենք, թե ինչպես կարելի է պաշտպանվել, ինչ պաշտպանիչ նշաններ եւ նմանատիպ բաներ կան։ Արգելներս, էզոտերիկայի աշխարհում նշանները բազմատարօրինակ են, այսինքն մի բանով չի սկսվում, մյուսով չի ավարտվում։ Հիմնականում դրան կարող են տեսնել ավելի շատ խրամատիկայի ժամանակ։ Ինչ է իրենից ներկայացնում խրամատիկան։ Խրամատիկան դա ձեռքի ափով գուշակություն է, որը դեռ շատ հին ժամանակներից գալիս է իվերուս ցիգանների մոտ, եվրեների մոտ, եգիպտացիների մոտ։ Հայաստանում հատուկ են մարդիկ ու շատ սլավոնական կառուցվածքով, սլավոնական երևույթներով, սլավոնական կյանք ապրող մարդկանց մոտ, բայց ոչ հիմնական սլավոնացիների մոտ։ Խրամատիկայի միջոցով կարող ես իմանալ ինչքան ես ապրելու, քեզ ինչ երեխա ես ունենալու, կյանքի հիմնական ափերը։ Խրամատիկան հիմնական ձեռքի ափով կատարվող գծերով տարբեր 47 նշաններով աշխատելն է, որի ժամանակահատվածում տեսնում ես մարդու ամբողջ անցյալի, ներկայի եւ ընդհանուր կյանքի տևողությունը։ Բացի խրամատիկայից նաև կա մատրիցան։ Մատրիցան ամբողջությամբ հաշվարկ է։ Բազմաթիվ անգամ Փակ TV-ում հաշվել ենք մատրիցայով կյանքի փուլերը, այսինքն լավ նշանակալից օրեր քո կյանքում, որ թվերից զգուշանալն է պետք, քո կյանքի ծննդյան օրվանից մինչև ամիս, ամսաթիվ, տարեթիվը, երբ որ գրում ենք հերթականությամբ, դու ունես քո անձնական կոդը, որի շնորհիվ դու կարողանում ես ճանաչել ինքդ քեզ, իմանալ քո ֆինանսовի պատոկի կոդը, իմանալ քո հաջողության թվերը, անհաջողության թվերը, իմանալ ընդհանուր փուլային 3 փուլով կայացած քո կյանքի անցնող ճանապարհը։ Դրանք ամենը իր հերթին բերում են մարդուն ճիշտ ուղու վրա, ավելի զգուշությամբ անցնել այդ ամենը եւ ավելի ճիշտ քայլ դեպի նոր գաղափարական խոսք, որը որ քո կյանքում պետք է սկսվի եւ ավարտվի A կետից B կետ։ Ինչի սпасել, ինչ կլինի եւ այլն, դրա մասին խոսում է տառոների միջոցով։ Տառոները գիտենք, դրանք սովորական կարտեր չեն, որոնց վրա նկարներ են, դու կարող ես դրանով ինչ-որ կարտային թղթախաղով խաղալ, ոչ, տառոն դա այլ գիտություն է։ Բայց տառով ամեն մարդ չի կարող զբաղվի, որովհետև եթե դու ունես էներգետիկա, կարող ես դիմացինի էներգետիկան ճիշտ ձևով զգալ, տառոն քեզ թույլ է տալիս, որպեսզի դու այդ ամբողջ տառոյի միջոցով ճիշտ ձևով մեկնաբանես այդ քո էներգետիկան ավելի ճիշտ դրական տեսնես այն ինչ որ կա։ Տառոն 72 կարտ է, որոնց յուրաքանչյուր կարտը իրար կողք դնելիս պետք է հասկանաս ինչի համար եղավ գույնը, նշանակությունը, տվյալ դեպքում տառոյի նշանակությունը մյուս տառո կարտի հետ։ Այսինքն բացի այն, որ 72 կարտա, դու գիտես, հա, սա այս է նշանակում, սա կուբիկ չեմպիոնն է, սա մյուս կարտն է, այն մյուսը եւ այլն, բայց դա դրանով չի վերջանում, այսինքն պետք է իմանաս նաև մեկը մյուսին կողքին երբ որ ընկավ, օրինակ ընկավ Սմերցը տառոն Ֆորտունայի հետ,
Դա ինչ է նշանակում։ Դա երկու կարտով չեղավ, պետք է մի հատ էլ ավելացնել, բայց այդ ժամանակ պետք է օգտագործես դիմացինիդ էներգետիկան, որպեսզի ճիշտ ձևով ընկալես, քո էներգետիկան ճիշտ ձևով կարողանաս բացատրես։ Բայց մի հատ կարևոր բան, տառոները երբեք չեն խաբում։ Երբ որ դու տեսար այդ ամեն ինչը ինչ որ կա տառոյի միջոցով, ու դու չկարողացար դա արտահայտել, այլ պահեցիր քո մեջ, մտածելով խղճալ դիմացինին, այդ ժամանակ դու քո ունակությունները կկորցնես ու տառոն այլևս ճիշտ չի ցույց տա։ Տարո կարտերը կան մի քանի տարբերակներ, որոնք առաջի հերթին տալիս ես դիմացինիդ, ինքը խառն է։ Կա մի տարո տեսակ, որ պետք է կիսես, որպեսզի այդ կիսելուց հետո մենակ շատ քիչ ժամանակ ինքը իր ձեռքի մնա։ Ու կա մի տարո տեսակ, որ ընդհանրապես պետք է հպվել ուղղակի փոխանցելով էներգետիկա։ Յուրաքանչյուր տարոն ունի իր մասնագիտական էներգետիկայի ակտիվացման նշանակությունը։ Եվ երբ որ դու ակտիվացնում ես այդ ամեն ինչը, ակտիվացնելուց հետո կարողանում ես հանգիստ թողել, դադարեցնել եւ այդ ամենից հետո նոր շարունակել, ապա դու կարող ես արդեն լիարժեք ասել, որ դու կարող ես տիրապետես տարոյի աշխարհին։ Եվ ամենաշատ հարցը, որ տալիս են, Հայաստանում նմանատիպ ձևով դեռ ոչ մեկ չի աշխատում, ավազով նայելը։ Ավազով նայելը դա ավելի շատ արաբական, թուրքական կողմի ժողովուրդն է նայում։ Ես ինքս ավազային գուշակությամբ չեմ տիրապետում ու ուսումնասիրել եմ, կարդացել եմ, գիտեմ դրա մասին, բայց ուսումնասիրելն ու գիտական իմանալը դա այլ բան է, երբ որ դու չի ձգում քեզ այն ինչ որ դու չսիրելով պետք անես, ուղղակի դու պրակտիկա ունենալու համար, այդ դեպքում դու երբեք դու չես կարող ունենաս այն ինչ որ կա։ Պետք է դու ճիշտ ձևով հասկանաս այդ էներգետիկան, ճիշտ ձևով նկարագիր տաս, ճիշտ ձևով հասկանալուց հետո պետք է դու ընկալես դիմացինի էներգետիկան։ Ավազով տարոները ավազով էներգետիկան ներողություն, երբ որ ստանում են մարդիկ ավազով անդադում են, դա թագավորական ժամանակներից եկած հին մեթոդ է։ Արդիական այսօր է Թուրքիայում շատերն են անում, բայց Հայաստանում նմանատիպ չկա։ Եվ ամենաշատ հարցերից մեկը, որ տվել են, որ մի քանի ժամանակ առաջ ձեր կանխատեսումները կատարվեց ու հայտնի մարդկանցից մի քանիսը բռնվեցին, ունեցան մեծ ուժեր, ինչ կասեք հետագայի մասին, հարգելիներս։ Ես բազմաթիվ անգամներ նշել եմ, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու Հայաստանի, երբ որ տարոներով մենք միասին նայեցինք, տեսանք, որ ինչ-որ բաներ կլինի, բայց արդյոք դա իրականություն էր, թե ուղղակի կեղծ խաղ, կյանքի այլ փուլը շատ շուտով Հայաստանի համար սկսվելու է։ Ես ուզում եմ, որ միշտ լուսավոր լինի Հայաստանը, բայց Հայաստանի համար նոր վերելքային փոթորիկ է սկսում։ Հայաստանը չի տեսել դեռ այն, ինչ որ պետք է տեսնի։ Նոր էներգետիկայով ու նոր կյանքի ռիթմով մենք առաջ ենք գնալու ու մեր շրջակա միջավայրում ունենալու ենք այն փոփոխությունը, որ մենք մինչև այսօր չենք ունեցել։ Դա քաղաքականության չդատեք, վայ եւ այլն, չէ, դա նոր ռիթմ է, նոր էներգետիկա է Հայաստանի համար ու շատ մեծ ներդրումներ, մեծ գործեր, նոր շինարարություններ, նոր պրոյեկտներ, մի խոսքով Հայաստան աշխարհում, ինչպես եւ ասել է եւ կատարվում է, մեր դրոշը բարձրանում է ավելի վերև, որի համար շատ ուրախ եմ։ Սակայն ես ուրախ չեմ լինի սեպտեմբերի ամսին, որովհետև սեպտեմբերին մեզ սպասում է մի շատ ծանր ժամանակաշրջան, քաոսային խոսակցություններ, քաոսային շրջադարձ, որը որ չի ազդի այդ ամեն ինչի վրա, սակայն նոր փոթորիկի ու նոր խոսակցությունների դեմ մենք պետք է դեռ պատրաստ լինենք, որովհետև այդ օրվանից սկսած մեր կյանքը դեպի դրական 180 աստիճան կփոխվի։ Դե ինձ ես այդ Արման Այվազյանը, եղեք պաշտպանված սիրով, իսկ հաջորդ անգամ մենք ունենալու ենք հյուր, որի հետ խոսելու ենք նոր պրոյեկտի մասին։ Իսկ թե ինչ է մեկնաբանություններում, թողեք պլյուս նշաններ, թողեք ձեր ծննդյան ամիս ամսաթիվը եւ ակտիվորեն մասնակցեք պատահականության
սկզբունքով եւ գուցե հենց դուք լինեք հաջորդ հյուրը, ում հետ մենք կզրուցենք ուղիղ եթերում, տարոներին միջոցով կարող ենք նայել, ստանալ շատ հարցերի պատասխաններ եւ ունենալ այն ամենը, ինչը կարող ենք ձեզ օգնել։ Այսինքն ձեզից ընդհանրապես պահանջում է ակտիվորեն գրել մեկնաբանություններ, թողել ձեր ծննդյան ամիս ամսաթիվը, որոշակի հետաքրքիր նոր պատմության սկիզբը սկսենք միասին։ Ձեզ հետ Արման Այվազյանն է, սպասեք ավելին Փակ TV շրջանակներում։